երկու հիմնական մեթոդ է կիրառվում չվճարվող աշխատանքը փողի վերածելու համար։ Առաջին մեթոդը, որը նաև ազգային հաշիվներում ընդունված մեթոդ է, երբ որ դու չունես կոնկրետ աշխատանքի արժեք կամ ապրանքի արժեք, դու նայում ես շուկայում նմանատիպ աշխատանքին։ Այսինքն, եթե օրինակ տնային տնտեսությունում կինը կամ նաև տղամարդը կատարում է տնային տնտեսության ներսում աշխատանքներ, ասենք մաքրության աշխատանքներ, չգիտեմ, կերակուրի պատրաստման աշխատանքներ, ակնհայտ է, որ շուկայում կան մարդիկ, որոնք վարձատրվում են նմանատիպ աշխատանք կատարելու համար։ Այս մեթոդը, որ վերցնես շուկայում առկա նմանատիպ ծառայության գումարը եւ դնես այն մարդկանց խնամքի ծառայության, մաքրություն իրականացնող ծառայությունների գումարը, այդ մեթոդը կոչվում է փոխարինման կամ replacement, փոխարինման ծախսի մեթոդ։ Այս ձևով, երբ որ գնահատում ենք ընդհանրապես ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց չվճարվող աշխատանքը, իհարկե որի 80%-ը Հայաստանում կինն է կատարում, այս աշխատանքը, որը հնայի մեջ չի մտնում, մոտավորապես կազմում է մեր հնայի 16.8%-ը։ Չվճարվողը։ Այո, չվճարվող աշխատանքը, երբ որ գնահատում ես փոխարինման ծախսի մեթոդով, այսինքն աման լվալու կամ չգիտեմ կերակուր պատրաստելու ծախսը որքան են մարդիկ վարձատրում, եթե իրանց համար ինչ-որ մեկը դա անում է, այդ գումարը տեղադրենք բոլոր չվճարվող աշխատանքների վրա։ Քանի տոկոս ներողություն։ 16.8%։ Այսինքն, եթե այդ ամենը վարձատրվեր, ինչ որ մի ձև պատկերացնող, հնան կաճեր։ Այո։